Այսօր իմ ծննդյան օրն է։ Անկեղծ ասած այս տարին շատ բան սովորեցրեց։ Սովորեցրեց ավելի շատ շփտալ, որովհետև կյանքը չափազանց կարճ է ուրախությունը վաղվան թողնելու համար։ Հայո սովորեցրեց, որ մարդիկ կարող են փոխվել։ Երբեմն նույնիսկ նրանք, ովքեր քեզ ծննդյան օր էին շնորհավորում։ Երբեմն այնքան արագ, որ անսպասելի է ու ցավոտ։ Այո, ցավը խորն է, ցավը շատ է։ Բայց ամենակարևորը այս ճանապարհին ես սովորեցի, որ մարդը կարող է հիասթափեցնել, բայց ոչ երբեք Աստված։ Որ մենք կարող ենք կոտրվել, լացել, կորցնել, բայց Աստծո հետ նորից գտնել ու նորից ոտքի կանգնել։ Որքան էլ փորձեն մեր մեջ կոտրել այն ամենը, ինչ կառուցվում է, ի վերջո, վերջում, մեր մեջ կանգուն է մնալու այն ամենը, ինչ Աստծո ձեռակերտ գեղեցկությունն է։ Այո, այս տարի ես շատ բան կորցրեցի, բայց գիտեք որն է ամենակարևորը, ինքս ինձ չկորցրեցի։ Չկորցրեցի իմ հավատքը, առ Աստված, իմ կոչումն, առաքելությունը, մարդկանց սիրելու իմ կարողությունն ու ժպիտը։ Եվ այսօր ես պարզապես տարեդարձ չի, որ հիշում եմ, շնորհակալ եմ լինում Աստծուց ու օրհնում եմ նրան, այլ ես նշում եմ Աստծո հետ իմ անցած ճանապարհի հավատարմության մեկ այլ տարեդարձը։ Եվ այս տարեդարձը ինձ համար պարզապես թիվ չէ, այլ վկայություն է, որ Աստծո շնորհքը միշտ ավելի մեծ է եղել ու նվեր է եղել ինձ, քան այն բոլոր փորձությունները, որով ես անցել եմ։ Ու ես շնորհակալ եմ Աստծուն, Տիրոջս, յուրաքանչյուր արցունքիս, յուրաքանչյուր փորձությանս համար, յուրաքանչյուր դասի համար, յուրաքանչյուր հաղթանակի եւ այն կյանքի համար, որ դեռ առջևում պահված է ինձ, որովհետեւ իմ կյանքի լավագույն էջերը դեռ գրվելու են։